Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը շարունակում է Սյունիքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ թիմը նախ հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին, ապա այցելել Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան։ Քաղաքացիների հետ հանդիպմանը Փաշինյանը ներկայացրել է կուսակցության ծրագրերը, խոսել իրենց առջև կանգնած մեծ մարտահրավերների եւ խնդիրների դրանց լուծման մասին։ Համայնքի ղեկավարը հավաստիացնում է, որ Մեղրիում անշարժ գույքի գները կրկ նա պատ վեր են եւ դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ Մեղրին ոչ միայն հավատում է խաղաղությանը, այլև Մեղրին խաղաղության խաչմերուկ է։ Կուսակցությունն իդեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցում է ընտրողների քվեն երկրում հաստատված խաղաղությունը պահպանելու, այն անշրջելի եւ հարատև դարձնելու համար, որի առանցքային գործոնն է պաշտպանունակ բանակի ստեղծումը։ Վարչապետը նշել է, որ վերջին տարիների ընթացքում զգալիորեն զարգացել է ռազմարտությունաբերական համալիրը, իրականացվել են մեծածավալ ամրաշինական աշխատանքներ, 6 ամսով կրճատվել է պարտադիր զինծառայության ժամկետը։ Նա խոսել է տնտեսական զարգացման, ճանապարհաշինական ու ենթակառուցվածքային ծրագրերի, մարզում նոր աշխատատեղերի ստեղծման, կրթության մասին, ընդգծելով, որ 2026-ին կավարտվի 300 դպրոց 50 մանկապարտեզ ծրագիրը։ Հաջորդ փուլումի միջայլոց մենք կամավոր ատեստավորված ուսուցիչների համար մի հատ ենք կամավոր ատեստավորում անելու։ Եթե առաջին կամավոր ատեստավորվածների համար դրույքը 100,000-ի փոխարեն 200,000 դրամ է, հաջորդ կամավոր ատեստավորման ժամանակ դրույքը լինելու է 300,000 դրամ, գումարած ատեստավորման տոկոսը։ Առաջիկա տարիներին նախատեսվում է ստեղծել տարեկան առնվազն 25,000 նոր աշխատատեղ։ Ես համոզված եմ, որ մինչև տարվա վերջ բանի երկաթուղու շինարարության հետ կապված արդեն կոնկրետ գործողություններ կանենք, ինչը նշանակում է միջայլոց բազմաթիվ աշխատատեղեր Մեղրիում։ ՔՊ-ն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո, իսկ քարոզարշավի հիմնական ուղերձն է «Տեր կանգնենք խաղաղությանը»։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։